շոկոլադը ժամանակին օգտագործվում էր որպես փոխարժեք։ Մուգ շոկոլադը կարելի էր փոխել ոսկու թանկարժեք քարերի հետ, իսկ Մեքսիկայում անգամ կարելի էր հարկերը վճարել մուգ շոկոլադով։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի փափկա մսով եւ հավի լյարդով սոուս։ Ավելի շուտ նման է ապուրի, մի խոսքով դրա մեջտեղը։ Գործենք դնում կաթսան, հալած յուղ ենք տաքացնում, մեկ ճաշի գտալ։ Տեղադրում ենք տախտակը։ Այս սոուս ապուրի համար վերցրել եմ ծուցկով ոսկորներ 2 կտոր։ Դա վերցրել եմ լավ խիտ արգանակ ստանալու համար։ Սա անմիջապես գցենք կաթսայի մեջ։ Տավարի փափկամիսը կտրատում ենք։ Վերցրել եմ կես կիլոգրամ տավարի փափկամիս։ Ցանկալի է յուղոտ կտոր լինի։ Կտրատում ենք միջին չափի եւ լցնում կաթսայի մեջ։ Անմիջապես չնայած չէ, թող սա մնա։ Դեռ հավի լյարդ ունենք։ Հենց մսակտորները փոխեցին իրենց գույնը, կհամեմ ենք։ Մսակտորները կհամեմ եմ Մարանիկ ընկերության 4 պղպեղով։ Մեկ պտղունց դարչնով, չորացրած ուրցով, և տապակում ենք այնքան, մինչև մսակտորները կարմրեն, որից հետո կավելացնենք կարմիր անապակ գինի։ Մոտ 100 միլի անապակ գինի ենք ավելացնում։ Ծածկում ենք կափարիչով, թողնում ենք եփվի։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա հավի լյարդն է, հավի լյարդն է, դու մնա այստեղ, վերցնում ենք նոր տախտակ, նոր դանակ և սոխեռած ենք անում, սոխը կտապակեմ ձիթայուղով, մոտ 2 ճաշի գտալ, կվերցնեմ 2 գլուխ սոխ, կտրատում ենք փետրաձև,
Սոխը անմիջապես սովորության համաձայն կհամեմեմ Մարանիկ ընկերության շաքարավազով, սոդայով և աղով։ Մինչ սոխը կփափկի, մշակում ենք լյարդը։ Լյարդը նախապես մաքրել եմ ջլերից, վերցրել եմ մոտ 250 գրամ լյարդ։ Այսպիսի կտորներ ենք կտրատում։ Ամեն լյարդը 4 մասի, կարելի ասել։ Փաստորեն երկու տախտակներն էլ մսոտեցի։ Մտքերի մեջ են ընկել։ Երկուսն էլ վերցնում ենք սեղանից։ Հենց լյարդը գույնը փոխեց, կհամեմենք մշկընկույզով։ Մի պտխունց համեմելուց հետո ևս մեկ անգամ խառնենք և այնքան տապակենք, մինչև կարմրի, տեսնենք ինչ վիճակում է տավարի միսը։ Ճիշտ ժամանակն է ջուր ավելացնելու։ Կավելացնեմ 1 լիտր եռացրած ջուր։ Այսինքն այնքան ջուր, մինչև մսակտորները և ոսկորները ծածկվեն։ Վերցնում ենք նոր տախտակ և կտրատում ենք քաղցր կարտոֆիլ։ Քաղցր կարտոֆիլի կեսը կվերցնեմ։ Կտրատում ենք խորան արտիկների։ Սա լցնում ենք տավարի արգանակի վրա։ Վերադառնանք լյարդին։ Լյարդին կավելացնեմ թարմ սառեցրած դամբուլ, իմ այգուց։ Շատ մանր չենք կտրատում, վերցրել եմ 1, 2, 3 դամբուլ, ամեն դամբուլը, այսինքն ամեն կեսը կտրում ենք 4 մասի։
այն թթվաշակ հաղցրավուն համ կհաղորդի մեր կերակրին։ Մյուս բաղադրիչը գազարն է, կվերցնեմ 2 գազար, միջին չափի և կտրատում ենք տափողակների։ Սա էլ ենք լցնում արգանակի մեջ խաշվելու։ Համ տեսենք արգանակը։ Ամեն շատ լավ է, հարկավոր է աղլեցնել մոտ 1.5 ճաշի գթալ մառանիկի աղ ենք լցնում։ Դումնը լյարդի վրա ավելացնում ենք իբրև համեմունք, դառը շոկոլադ 50 գրամ։ Տապակի մեջ լցնում ենք 2 շերեփ արգանակ, զանգվածները միավորում ենք։ Թողնում ենք մինչև կարտոֆիլը եփվի։ Ծածկենք, այդպես ավելի արագ կլինի։ Եվ վերջում, կարծում 10-11 րոպեից հետո կավելացնենք թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ ձեզ այստեղ տեսել եմ խառը կանաչի, ռեհան, մաղադանոս, համեմ, սամիտ, այսպես առատ կանաչիներ։ Մանր կտրատում ենք, դնենք մարմանդ կրակի վրա, կրակ հարկավոր է կչացնել։ Մանր կանաչին կավելացնենք և կանջատենք կրակը։ Ստուգում ենք չոփիկի օգնությամբ, կարտոֆիլը պատրաստ է թե ոչ։ Հեշտությամբ մտավ չոփիկ, այսինքն արդեն պատրաստ է։ Լցնում ենք թարմ կանաչին։ Անջատում ենք կրակը, տակնու վրա անում։ Ծածկում ենք կափարիչով, թողնում ենք 15 րոպե համերը խառնվեն, հասունանա ապուրը։ Իսկ մենք
ավելի շուտ սոուս, ոչ թե ապուր, այլ սոուս։ Սոուսի համար կպատրաստենք թարմացնող բարձիկ, որի համար կվերցնեմ մարոլի տերևներ, պեկինյան կաղամբ, թարմ նանա։ Սկսենք պեկինյան կաղամբից։ Մեկ, երկու, երեք, չորս տերև պեկինյան կաղամբ ենք վերցնում, կտրատում ենք ժապավենների, որ հեշտ լինի ուտելը։ Մեկ փունջ մարոլ, սա էլ ենք կտրատում նույն կերպ։ Երեք ճուղ նանա։ Եթե կոշտ մասեր կան, հեռացրեք։ Վրան քամում ենք կես կիտրոն, հենց այսպես։ Կտրատում ենք մեկ թարմ վարունգ, կիսաօղակների, սա էլ ենք լցնում, վերացնենք սեղանի խոզությունը, վերցնենք մատուցվող ափսեն։ Այս ամենը համեմ ենք մառանիկ ընկերության աղով, մեկ ճաշի գթալ ձիթայով ենք լցնում, տակնով վրա ենք անում և տեղադրում մատուցվող ափսեի մեջ։ Փռում ենք մատուցվող ափսեի մեջ և վրան լցնում սոուսը։ Մնում է ըմբոշ խնել։ Տավարի փափկամսով և հավի լյարդով սոուս ապուր։ Կաթսայի մեջ հալած յուղ տաքացնել, դնել տավարի ծուցկով ոսկոր, տավարի միջին կտրատած փափկամիս։ Հենց մսակտորները գույնը փոխեն, համեմել 4 պղպեղ համեմունքով, դարչինով, չորացրած ուրցով, քիչ հետո ավելացնել կարմիր անապակ գինի։ Երբ արգանակը ներծծվի, եռացրած ջուր լցնել, ավելացնել խորանարդիկների կտրատած քաղցր կարտոֆիլ, տափողակների կտրատած գազար, համեմել աղով։ Տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխ սող տապակել, համեմել շաքարավազով, սոդայով, աղով, ավելացնել 4 մասի կտրած հավի լյարդ, հենց լյարդը գույնը փոխի, համեմել քերած մշկնկույզով, ավելացնել կտրատած սալոր, դառը շոկոլադի կտորներ, կաթսայի արգանակից։ Զանգվածները միավորել կաթսայի մեջ, 10-ից 11 րոպեից ավելացնել մանր կտրատած թարմ կանաչի,
Կրակն անջատել, տակն ու վրա անել, 15 րոպե թողնել համերը խառնվեն։ Պեկինյան կաղամբ, մարոլի տերևներ, նանայի տերևներ կտրատել, լցնել թացի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ, կիսաօղակների կտրատած վարունգ, համեմել աղով, ձիթայղով, տակն ու վրա անել, լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան ավելացնել սոուս ապուրը և մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք սպագետտի, ռոկֆոր պանիր, պիստակ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը, իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։